Ժողովուրդ ջան, հիմա մենք դատարանից դուրս ենք եկել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որպեսզի դատական ակտ կայացնի, այսինքն մենք մենակ այստեղ ձայն ունենք, դատական դահլիճում մենք ձայնազուրկ ենք, որտեվ էլի եմ ասում, տուժողի ներկայացուցիչ չենք, իրավահաջորդ չենք, հնարավորություն չունենք այնտեղ խոսելու։ Դատարանը հարց տվեց, թե ինչ է նշանակում առանձնակի դաժան վերաբերմունք։ Ես ցավում եմ, որ այդ դատարանի հարցի պատասխանը չստացվեց, որովհետև եթե խոսքը գնում է մասնատելու մասին, կենդանին, որը գլխատում են, մասնատում են, ինքը մահանում արդեն տեղն ու տեղը։ Այսինքն այստեղ բիզը վերցրած 1.70 m, հա, չափի 1.70 m, այդ անասունի բոյի բիզը վերցրած, ինքը այդ կատվի կոկորտն է մտցնում Եվ կատվին տանջում է, եւ 2 րոպե չի տանջում, ընդամենը 2 րոպե նկարել են։ Այսինքն սա առանձնակի դաժան վերաբերմունք է, որովհետեւ եթե որևէ մեկը կասկածում է, այս նույն մարզպետի աչքի այդ բիզը կողեն, իր ворնոցից կհասկանանք դաժանա թե առանձնակի դաժան վերաբերմունք է։ Ինչ է նշանակում։ Վանդակի մեջ մտցնելով։ Այսինքն կենթանուն ազատ տեղաշարժի չէ, շարժվելու հնարավորություն էլ չկա։ Էլ սրա ոչ առանձնակի դաժան վերաբերմունքը կոկորտը մտցնել հանելով։ Ավելի լավ էր կենթանուն մասնատել, գլխատեր։ Այդ կենթանին մահանար տեղում, այսինքն առանձնակի դաժան սրանից ավելի դաժան վերաբերմունք Հայաստանի Հանրապետությունում, մեկ էլ եղել է Աբովյանում տարիներ առաջ Կոտայքի մարզում, որ հետույքներ թայտ մծրել, աչքերներ հանել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այլ վերաբերմունք դաժան չկա։ Սա հենց պետքա լինի այս դատարանի առաքելությունը, որպեսզի ստեղծվի նախադեմ։ Ինչ վերաբերում է, չգիտեմ, իր հանրային պաշտպանի կամ ընդհանրապես դատարանում, որ մեղմացուցիչ հանգամանք է, որ ամուսնացա, ես ամուսնացած է, երբանից է ամուսնանալը դառել մեղմացուցիչ հանգամանք, այսօր Նուբարաշեն, Արմավիր, բոլոր տեղերը մարդիկ կան նստած, որոնք ամուսնացած են։ Հիմա դա տենց մեղմացուցիչ հանգամանք է, սրա դեպքում սա ծանրացուցիչ հանգամանք է, որտեղ սրա գենն ու ցեղը շարունակվելու է, զոոսադիստի։ Սա հենց ծանրացուցիչ է։ Բացի դրանից, մենք ստեղ խնդիր ունենք, երբ որ խոսքը գնում է, որ ասում են ինքը առաջի անգամն է, առաջի անգամը չի, մենք այդ տեղեկատվությունը ասել ենք, սա Ռուսաստանում 5 անգամ ոստիկանությունը բերման է ենթարկել, երբ որ ՌԴ-ում էր ապրում, մենք դա ունենք, եւ տուգանքներ են դրել կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, սա առաջի անգամը չի, սա սուտ է, եւ իմ համար անհասկանալի է այստեղ, թե ինչա կեղծ տեղեկատվություն հայտնվել քրեական վարույթում, այդ մաշկել կամ աչքը կոխելը, սա անհնարին էր բանանել։ Եվ էլ եմ ասում, բիզը կոխենք այն մարդու աչքը, այն, չգիտեմ, իր աչքը, եթե ինքը կասկածում է, որ դրանից։ Մարզպետը այստեղ ասում է, որ խմբակային չի եղել, մի րոպե։ Ոնց խմբակային չի եղել, եթե ակնհայտորեն նախ առաջացային դատարանում ինքը իր մեղքը ընդունել է որպես խմբակային, երկրորդը, եթե ինքը հոգեկան հիվանդ է, տարեք գցեք հոգեբուժարան ծմա, ասում է ես իմ հետ եմ խոսում, ասում եմ տղաջան աչքը կողի, ինքը իր այդ տղաջանով է խոսում, այս ում է, մենք է չենք պատկերացրել, որ այդ տղաջանը 27 տարեկան տաքսիստ անասուն է, եկավ 27-28 տարեկան եզը վերցնում է աչքն է հանում կատվի, սրանց ընտանիքին ընդհանրապես փագել է պետք, առանձնակի դաժանությունը որն է, ինչ պետք է աներ առանձնակի դաժանության համար, եւ այստեղ դատախազության հետ մենք խնդիր ունենք, որովհետեւ հենց հիմա դատարանի դահլիճում մենք հիմա հաղորդում ենք ներկայացնելու, մենք ստեղ գնալու ենք գլխավոր դատախազության դիմաց, հենց այս պահին։ Ստեղ մեղքը դատախազությանն է։ Հենց այս պահին դատախազն ասում է, որ չպարզված անձ է եղել։ Սա իր բերնով ասում է տղես է եղել։ Թե հիմա ինքը տենց բանը լուրջ դեմքով իր վրա է վեկալում է, ատկազով դատվող է դառել էլի, սա ես եմ արել, դու քո հետ խոսում ես, եթե դու քո հետ խոսում ես, տարեք սրան գժանոց, ավելին, այնտեղ կինն էլ է եղել, եւ առ այսօր
այդ խմբային, այսինքն դուրս է գալիս իրավական կազուս, մեկ ասում են խմբով ենք եղել, մեկ պարզվում է ինքը Լուի դե Ֆյունեսն է, Չիլավեկ օրկեստր, ինքը ասե, ինքը խփե, ինքը իր այդ խոսացել, սա էս էլ այդտեղ, երկրորդը երբ որ ինքը խոսում է, որ այդ իր պաշտպանը, թե ես իմ ինքն էր ասե, որ ինքը ֆինանսական հնարավորություն չէ, այս մարդը աղունիկ աճացնող չէ, էլեմենտար ղուժբազ, որ իր ղշերը լիստեյեմով, իր տղայի հետ դրած, իրանց նկարներով, իրանց կնգա նկարով, ղուշերին ծախում են, էլ ղուժբազիս, թողանակ հլը տեղ ոստիկանությունը զբաղվի գնասի բարև ձեզ պարոն ղուժբազ, ձեր ղշերը, աղունիկ չէ, ղշերը տանում եք խորվիրապ, 7 անգամ նույն ղուշը ծախում, ինչ անշնակում ես մարդը հնարավորություն չունի, ես ինչ թերի քննություն է, բացարեք լիստեյեմը, տեսեք ես անասունի հեռախոսը համարով, գրածա, որ իրանք ղուշ են ծախում, գալիցո են ծախում, մատան էլի կալցո, գալիցո, ղշի, մատի համարա, ոտի համարա, իրա տնեցիքի համարա, պարշ չի, գալիցո են ծախում, էսում եք դուք ձեռ առնում, մենք դատարանին իրականում, ես հիմա ես այնքան ջղայնացած եմ, որովհետև սա չլնելիք է, ուղղակի չլնելիք, ես հիմա խնդրում եմ դատարանին, որ սրան խնդրում ենք էլի, մեզ բոլորից հոգեկան հիվանդ մի սարքեք, սրան ազատազրկեք եւ սա կլինի նախադեպ, որ սրա պես մնացած ստահակները, այդ մնացածը չանեն։ Նորից եմ ասում, վստահաբար մենք այսօր նեշուր բան ու գործ չունենք։ Սա այս մարդը դուրսը մնաց, սա վտանգ է երեխաների եւ անօգնական, անպաշտպան մարդկանց համար։ Ինչ վերաբերում է մորը, մենք հիմա բոլորս այդտեղ հայտարարում ենք, որ դատարանը չէր գնալու մենք գնացել ենք իրանց այնտեղ մամա չկա բոլոր լեզուներով կարող եմ ասել նետու չկա նետու ասма վրես գրանցված է էլի իրա վրա ավտո էլ կարող է գրանցված լինի ավտոն էլ է իրան անկողնում պահում վրես գրանցված է ինքը իրա վրա գրանցված չի սուտ է նա որևէ մայր չունի որի խնամքը ինքն է ուղղակի իրականում դատարանում հնարավորություն չունեինք եւ դատարան թողների մեր էմոցիոնալ լինելը բայց մենք մի տարի է մեր բան ու գործը թողած ուզում ենք որ սա լինի նախադեպ որ այդ բիզը իրա սրած բիզը մարսպետի տեղակայվի ժողովրդի ասած մարզպետի համապատասխան տեղը իսկ դա իր ազատության մեջ գտնելով սա խրախուսանք է իր համար որ ինքը շարունակի նույն բաները մի քանի բան ուզում եմ ավելացնել մարզպետի մոր հետ կապված նա հնարավոր էր հա որ նման առաջայցանում նման պատիժ կիրառեն իր հանդեպ, եթե դատարանով որոշված լիներ, որ իր մայրը անգործունակ կամ անմեղսունակ, հա, եւ նա հանդիսանում է օրինական իր ապիկունը, խնամակալ, սակայն նմանատիպ սանկցիա չկա, որտեղ նմանատիպ դատ տեղի չի ունեցել եւ ինքը չի համարվում օրինական։ Այո, ինքը ընդհանրապես բերել է մարզպետարան, չէ, իրենց գյուղապետարանից, համայնքապետարանից ինչ որ թուղթ, որ իր մամային ինքը պահում է եւ այդ թղթի հետ կապված ես եւս խնդրում եմ գլխավոր դատախազությանը հուշա պահում ու կներեք էլի, այդ ղշերին որ պահում է ով մի հատ մեղ ավելախփում կոշկակարը հարկային դաշտ եք մտցնում այդ ղշերից այդքան որ գումար է ստացել իրանց գյուղապետարանն է իրանց պես ղուշբազ գլխավոր դատախազությանը խնդրում եմ որպեսզի հետաքննություն անցկացնեն գյուղապետարանի համայնքապետարանի այն աշխատակիցների հանդեպ ովքեր տվել են նմանատիպ տեղեկանք որովհետև իրենք նման բան անելու իրավունք չունեն դատարանի համար այսինքն իրենք ինչ տեղեկանք են տվել որ այդ տան մեջ մայրը ապրում է հա շատ լավ է որ ապրում է աստված տա երկար եւ առողջ ապրի մորտունն է ինքն է գրանց այնուամենայնիվ տան մեջ ապրելը ոչինչ չի նշանակում եւ հետեւաբար ասեմ մեկուսացրեք որտեվ կարող է մերն էլ հանգարց սուպ ուտի սուպի մեջ հավի բուդը լինի
մամային էլ վերցնի, այդ բզերը մտցնի մամայի կոկորտը իրա։ Մարդ էս էլի։ Նաև տեղեկացանք, որ վարույթ քրեական վարույթ էր նախաձեռնվել տղայի հանդեպ, սակայն այո, ապացույցներ չկա, բայց մարդը ապացույցներ չկա, սակայն այո, հիմա ես նոր հաղորդում եմ ներկայացրել եւ բոլորս գնալու ենք նորից հաղորդում ներկայացնենք, որ մարզպետ Գրիգորյանը վերաքննիչ դատարանում 3 դատավորների ներկայությամբ մի քանի անգամ եւ դրա on-line տեսագրությունն էլ կա, մի քանի անգամ ասաց, որ տղան եղել է իր հետ եւ անգամ եթե նա կարողանա ապացուցել, որ ինքն իր հետ էր խոսում, հա, երրորդ դեմքով, այդ փոքր երեխեք կան, չէ, որ հələ չեն իդենտիֆիկացնում իրանց, կարողանա դա ապացուցել, միևնույն է, իր տղան հանցանք է գործել, քանզի չի խոչընդոտել, կենթանու հանդեպ, այո, չի կասեցրել եւ քաջալերել է։ Իրանք դուք պատկերացնում եք հարգարժան պատվարժան դատարան, սրանք հատուկ նկարել են իրա կնիգ կոչված են դամաշնիկով, որ մտնում է մեջ այդ վիդեոյի մեջ, սա կարելի է չէ բարձր, հատուկ նկարել են, որ վախացնեն բոլորին ու ցույց տան, թե իրանք ինչ կռուտոյ դեմքեր են, մենք բոլորս խնդրում ենք, որ հիմա սրա պատիժը դիրարվի իրական ազատազրկում, որովհետև առավել դաժան վերաբերմունք կենթանու նկատմամբ հավատացեք, չեն եղել է վառել են, մաշկել են, բայց սրանք հիմա ինչ որ մեկը կարա կատվից եւ մաշկվածից եւ աչքը բիզ կողածից հասնի, թե ով երբ ինչքան ցավա տեսել։ Այն որ մենք ենք ցավ կրել ու մեր բան ու գործը թողած գալիս ենք, դա արդեն շատ է, այ մենք այդ ցավը ապրել ենք, սրանց առանձնակի դաժան վերաբերմունքից, մենք ուղղակի խնդրում ենք դատարանին, այնպես արեք, որ սա լինի նախադեպային դատական ակտ, որ մենք կարողանանք այլևս հղում անել վերաքննիչ դատարանի այս կազմի ընդունած դատական ակտին։ Մեզ իրականում մենք բոլորս այդ վիդեոն նայելուց հետո երկար ժամանակ ոչ մեկս տեղը չեն գալիս։ Էլ դաժանությունը որն է, դի մեր կոկորտն է մծնել բիզը։ Ինչի իրա ծանոթները չեն, որ դատարանում արտաշատի մի քիչ էլ ու կողելու են բիզը մեր այն խամեր կշողի։ Հա, նես չէ էլի, որ սրանք այտենց խեղճ պրեդակները։ Մի խումբ մարդ էին բերել, սրանց սենց ասած կռիշան, այս մարզպետի։ Եթե հիշում եք, այն խամերի վարորդն ու նրա հերն են, որ եկավ մտավ կառավարության շեն, որը այսօր դատապարտված է։ Այսինքն սրանք մատ հանցավոր կլան են, բոլոր հանցագործներն են սիրել են, ղուշ թռցնել, շվացնել, այդ շվացնել կարումա չի կարում, հա։ Սրանք հանցագործներ են եւ դատախազությունը չի անդրադարձել, ուրիշ ժամանակ կասի, այ կենթանի բուժող, դու մի հատ պենիցիլինի համար հարկ չես վճարել, մենք գիտենք, բայց դատախազություն ինչ եղավ քեզ, որ դու չտեսար, որ սա աղունիկա բազմացնում եւ աղունիկա վաճառում, այդ հարկերն ինչ եղավ, պաշտպանել ասում ինքը փող չունի, դու դուր պարտքում, հանրային պաշտպան ես։ Եվ վերջի վերջո խմբակային հանցագործության ժամանակ ասում է եւ ոմն մեկ անց, ով հայտնաբերված չէ, այսինքն պրեսարիկ ճշտեք ով, այս մարդը փողոցից չի թե բերել հետը ստանելու։ Դրա համար իրան մեղք ընդունել է, այսինքն ինքը գտնում է, որ խմբային հանցագործությունը մեղավոր է, քորա իր տղային չի ճանաչում, ասում է տղա, բա որ խմբային է, իրան չեն կարում ասեն ընկեր ջան, որ դու քո մեղք ընդունում ես խմբային, խմբակի մեջ ով է եղել, կարող է գոհարն է եղել, կարող է այս գոհարն է, կարող է ես եմ եղել, ով է եղել դա, այ Ժողովուրդ ջան, մի երկու խոսք էլ ես ասեմ, նայեք, այս նրա հետևանքն է, որ մենք հետևողական չենք այդ իրոք օրենքին։ Գոյություն ունի այդ չարաբաստիկ 307 հոդվածը, որտեղ շատ անհասկանալի ձևով նշված է կենթանու հանդեպ դաժան վերաբերմունքը։ Այդ դատական նիստի ժամանակ դատավորը մի քանի անգամ եւ դատախազին եւ փաստաբանին հարց տվեց, ասեց այ այս հոդվածի մեջ նշված է, որ դաժան վերաբերմունքը դա շանը մաշկելն է, վառելն է, մասնատելն է, դու օրինակ ոչինչ գրված չի նրա վերաբերյալ, որ ձողով այդ կատվին սպանել են եւ մի քանի անգամ հարցրեց դատախազին փաստաբանին, դա դաժան վերաբերմունք է թե մնաց ռետո ու ես դատավորի հետ համաձայն եմ այդ 307 հոդված
կխնդրենք, Այո, որ դատարանը սրան խստագույնս հնարավորին խստագույնս սրան պատիժան։ Բացի դրանից, այնտեղ 1 տարին ամենաառավելագույն պատիժը չէ էլի։ Եթե գտնում եք, որ ձողը կողելու համար, օքեյ, դանդաղ, արունական անելով։ 3 տարի, հասկանում, ընդունեք, բայց գոնե մի տարին սապկի ազատազրկվի։ Սա պետքա հանրության մեջ ազատ չքայլի։ Ասում եմ, ես իմ մեղքը ընդունել եմ, ռեխը բացած դե կանգնած էր կնգա հետ։ Այո, եւ ինտերվյու էր տալիս այլ լրագրողներին։ Սրա որ մասն է, որ մեղքը ընդունել է։ Ուզում եմ հասկանամ, որ մասն է մեղքը ընդունել։ Ես չգիտեմ, մենք գնում ենք գլխավոր դատախազություն, այսօր տալու այս մարտի ինքնախոստով այ մարդ ասում է, սենց ա եղել, տղաս հետս ա եղել։ Այդ դատախազությունը, այս ամբողջի մեջ բնականաբար Արարատի դատախազությունը սկսվի։ Քնչական եւ դատախազություն։ Չգնաս տենա այդ մեր կոչվածը, որ չգիտեմ, սենց մա սատանայա ծնե։ Այդ մերը որտեղ է պարկած, ինչ հիվանդությունով է տառապում։ Ինչի դատախազը չգիտի, որ նա եղբայր ունի այդտեղ։ Այ մարդ նա եղբայր ունի, հարս ունի։ Երկրորդ տղա ունի չափահաս։ Երկրորդ տղա ունի, հարս ունի։ Եվ վերջի վերջո բանտերում լիքը մարդիկ կան ազատազրկված, ովքեր ծնող ունեն, երեխա ունեն, ով որ նույնիսկ մանկահասակ երեխա ունի, ոչ թե սենց մի հատ ասել է ինչ։ Այնուամենայնիվ հիմա գնալու ենք լսենք որոշումը։ Մենք մինչև վերջ գնալու ենք։ Այս գործը մինչև վերջ գնալու ենք։ Ուղղակի էլի եմ ասում, հա, շատ էմոցիոնալ ենք, որովհետև մի տարուց ավել մեր բան ու գործը թողած, մենք գնացել ենք բոլորիս երեխեքի համար, այդ թվում նաև ձեր, որևէ մեկը, որևէ պատմուճան հագնող ուսադիր գրող, ինքը չունի այդ երաշխիքը, որ մարզպետի ռաստ չի գա իրա երեխան, մարզպետին ու մարզպետի թուլային։